Տիկին Դավթյան այսօր տեղի է ունենալու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II եւ Գերագույն հոգևոր խորհրդի 6 անդամների, եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների դատավարությունը։ Այսօր դուք այստեղ եք մասնակցելու միասնական աղոթքին։ Կխնդրեմ նշեք, թե ինչպես է գնահատում նախ այս իրավիճակը, որ ստեղծվել է վեհափար հայրապետի եւ ընդհանրապես եկեղեցու շուրջ։ Նախ եւ առաջ դատապարտում եմ մեր եկեղեցու հոգևոր հայրերին եւ մեր կաթողիկոսին գործառույցելու համար։ Իհարկե բոլորը, ովքեր այդ ծրագրով են ուղեկցում, պետք է Աստծուց անպայման իրանց դատու դատաստանը ստանան։ Իսկ ինչ վերաբերում է իմ վերաբերմունքին, շատ վատ եմ ընկալում այս ամեն ինչը։ Նախ եւ առաջ գիտակցում եմ, սա ինչ ընթացք է։ Չարի գործիքներն են այս ամեն պրոցեսը ի կատարածում եւ Աստծուց էլ կստանան իրենց պատիժը։ Փորձություն է, ամեն ինչի մեջով էլ անցնում ենք Աստծո օրհնությամբ դեպի հաղթանակ դիգնանք։ Նշեցիք, որ փորձություն է, եթե փորձություն է, ապա վերջը ինչպես է լինելու, ինչ ավարտ է լինելու ձեր գնահատմամբ, ինչպես կավարտվի այս ամեն ինչը, որովհետև իշխանությունը պահանջում է, որ վեհափար հայրապետը պետք է հեռանա ինքնական հրաժարական տա։ Արդյոք սպասելի է, որ նման քայլի կդիմի վեհափար հայրապետը։ Նախ եւ առաջ այդ իշխանությունը, որ գրավյալ է իրանց կողմից, հայոց երկրի իշխանությունն գրավել են, առաջինը թող իրանք իրանց դատեն, հետո նոր կաթողիկոսի հարցը այնպես է ճիշտ է, սխալ է, բայց ամենաառաջինը ասում է մեր կաթողիկոսն է 100 անգամ պատասխան տալու իր արարքների համար, բայց ոչ թե աշխարհիկ մարդիկ, որ շատ հեռու են հոգևոր աշխարհից, կանգնեն ու դատապարտեն Աստծուն ծառայող մարդուն։ Իսկ թե Աստված ինչպես մեր կաթողիկոսում երկնքում իր դատ կտա, դա ոչ ոքիս գործը չի։ Ձեզ համար սպասելի էր, որ մի օր Հայաստանում նման իրավիճակը ստեղծվեր։ Առաջներում ոչ, բայց այս խեղկատակ Նիկոլ աղբի գալուց հետո ամեն վատթար բանի սպասում եմ, ամեն վատթար։ Շարունակելու եք աջակցել վեհափար հայրապետին հոգևոր դասին։ Եվ վեհափարի հոգևոր դասին եմ աջակցելու, եւ հայոց աշխարհից փրկությանն եմ աջակցելու, մինչև կյանքից վերջին շունչը։